Շահյանք, ասեք իրականում ինչի հետևանք է ներքին վիճակը Թուրքիայում։ Կարծում եմ պայմանավորված է հարաճիգա նախագահական ընտրությունների հետ, Շուրջ որտեղ չէ այդ մասին այսօր մտածել։ այո, որտեղ այս թեժացումի նախորդին սահմանադրություն փոխելու Էրդողանի վերարտադրվելու համար անհրաժեշտ էին որոշ քվեներ, այնտեղ քրտամետ գուսակցությունը կարող էր որոշիչ դեր ունենալ, կարծում եմ դրանով էր պայմանավորված նաև Բադանտի ղարքավիճակում գտնվող Օջալանի վերջին հայտարարությունները, Սիրիայի քրդերի համացայնությունը Սիրիայի նորահաստատ իշխանությունների հետ, ուրեմն այս նախագահական ընտրություններում Էրդողանի վերարտադրվելու այս փորձերը գդրուկ հանգեցին ամենահագաժողովրդավար միջոցներու, բռնությունների եւ նաեւ ցերպակալման, գալանավորման բոլսո ուրեմն քաղաքապետին։ Դեպ շատ բան գախյալ էր, եթե գործընթացը վերածվի ընդհանուր հագաէրդողանական ջագադի ձևավորման։ Կա այդպիսի միտում։ Կարծում եմ բացի պոլիսից Անկարայի ներգրավվելը, Իզմիրի ներգրավվելը եւ ավելի օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է ճիշտ գնահատել, որ օրինակ վերջին Թուրքիայում անցկացված թիմ ընտրություններին 81 նահանգներից շուրջ 51-ը Էրդողանի թեմ էին, չնայած բոլորը չէ որ նույն քաղաքական ուժն էին, տարբեր ուժեր, բայց եթե սա վերածվի ուրեմն անպայման Էրդողանի քաղաքական կարիերայի ավարտը վճռելու ընդհանուր գործընթացի եւ կարծեմ այստեղ խնդիրը միայն ներթուրքական չի լինի, որովհետեւ ի վերջո մեծ հաշվով գարմիր գծերը Թուրքիայի արտաքին քաղաքականության, էներգետիկ քաղաքականության, ֆինանսական, տնտեսական այդ գարմիր գծերը, ընդհանուր շրջագիծերը սահմանվում են Միացյալ Նահանգների կողմից։ Օրինակ շատ կարևոր է կարծում եմ թուրքական լիրայի կտրուկ անկումը, որը հանգեցնում է սոցիալական խնդիրների, բողոքի ակցիաների հրահարման, ավելի զանգվածայնացման եւ այդ առումով բարձ է, որ ֆինանսական, տնտեսական համակարգը հեռակառավարվում է Միացյալ Նահանգների կողմից։ Գիտեք, ամեն անգամ որ Թուրքիան գարմիր գծերը փորձում է հատել, անվտանգային առումով քրդական խնդիրը դրսևորվում է, իսկ ֆինանսական առումով թուրքական լիրան դրամանիշը գդրուկ անգում է գրանցում։ Հիմա ուրեմն ռեկորդային մրցանշային անգումների մասին են խոսում։ Իթեպ ասեմ, որ այս հագաժողովրդավար քայլերում պիտի դիտարկել նաև լրատվության փակվելը, այսինքն ընկերային ցանցերի, սոցիալական ցանցերի ոչ լիարժեք աշխատելը, արգելքները։ Բաքուն ընդհանրապես լռում է, այդ մասին ոչ մի բան չի խոսում։ Այո, որովհետև գիտեք, դեպքերի ահագնացման, հավելյալ թեժացման այս միտումը անկախատեսելիության դեսությունը սկսել է արձարծել դարաձաշրջանի այս իրադարձությունները վերլուծողներու մոտ, թե կարող է շատ ավելի փեգումնային արդյունքների հանգել։ Դեռ վաղ է հաստատելը ի վերջո, բայց ամենայն դեպս նույնիսկ եթե զսպվեն այն միջոցները, որոնք այսօր օգտագործվում են, եւ եթե այս բոլորը հանգեցնեն Էրդողանի վերարտադրությանը, ուրեմն Միացյալ Նահանգները կստանան շատ ավելի թույլ Էրդողան, լեգիտիմությունը խնդրու առարգա դարձած Էրդողան, այսինքն Միացյալ Նահանգներից շատ ավելի գախյալ Թուրքիա, որը ամենայն դեպս պիտի ենթակա լինի Միացյալ Նահանգների։ Հասկանալի է, դա սցենարներից մեկն է, որ քիչ հավանական չէ, բայց տարածվում է նաև մեկ այլ կարծիք, որ
ճգնաժամեր հաղթահարելու վարպետ Էրդողանը կարող է այս անգամ չկարողանա անցնել այդ սահմանը։ Այո, դրա համար եմ ասում, որ ինքը Ինչ կլինի այդ ժամանակ, հա, պետք է դա հասկանալ։ Այսինքն կլինեն հարցեր, որոնք կառնչվի նաև արդեն մեր տարածաշրջանում հետագա գործողություններին։ Եթե փորձենք հայկական ոսպնյակով դիտարկել Էրդողանի քաղաքական կարիերայի ավարտը եւ փոխարինումը եւ եթե դրան պիտի փոխարինեն քեմալական կամ ասկայնական ուժեր, չեմ կարծում, որ որևէ հավելյալ նպաստավոր իրավիճակ կստեղծվի մեզ համար։ Ընդհանուր այդ քաղաքականությունը կշարունակվի։ Եվ ավելի գլոբալ առումով ներկա դրությամբ Թուրքիան օրինակ գործրեց Ուկրաինայի եւ Ռուսաստանի հագամարտության լուծման հարթակ դառնալու, միջնորդ լինելու, երաշխավոր լինելու այդ առիթը, որովհետեւ Միացյալ Նահանգները նախընտրեցին Սաուդյան Արաբիան իբրև հարթակ, իբրև միջնորդ, իբրև երաշխավոր։ Դրա համար ես քիչ առաջ նաև այս մրցակցության մասին էի խոսում Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի։ Սիրիայում, ինչպես խոսեցինք քիչ առաջ ներկայացնել, որ միանշանակ միայն Թուրքիայի հովանավորչությունը չի այդպես նորաստատ իշխանությունների վրա, այնտեղ խայտափխետ իրավիճակ է եւ դարբեր գոմեր առնչվել են եւ դարբեր առաջադրանքներ կան ուրեմն տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև նույնիսկ Լիբանան, որ Թուրքիան բավական աշխուժացրել էր իր ներկայությունը, այսօր եւ նախագահի նոր նախագահի ընդդիմության վարչապետի նշանակման կառավարության գազբության մեջ շատ ավելի ակտիվ բացահայտ ներկայություն է Սաուդյան Արաբիան եւ ինքն է որ որոշում է եղանակը։ Դա փաստորեն կարծում եմ, որ ինքնուրույն չէ, դա եւս լիազորություն է ստացել Միացյալ Նահանգների կողմից։ Այսինքն Թուրքիայի թերի վերափոխման ընդհանուր միտումներ են տեսանելի եւ այս առաջնահերթությունները, այս խնդիրները հիմա կարծում եմ, որ փեգումնային որևէ քայլի չի գնա Թուրքիան հարավային Կովկասում ընդհանուր քիզերով ստատուս կվոն շարունակի։ Չի գնա, հասկանալի է, իսկ Բաքվի վարկագիծը այդ դեպքում ինչպիսին կլինի։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ Վաշինգտոնը ուղիղ ակնարկում է արդեն Բաքվի հետ վերջին այդ շփումները վկայում են հայ-ադրբեջանական օրակարգի նկատմամբ նաև Վաշինգտոնի հետաքրքրություն։ Գիտեք, կարծում եմ դարձյալ Միացյալ Նահանգների դերակատարությունը փորձել վերլուծելիս, որ կգնա ճնշում Ադրբեջանի, որ պայմանագիրը կնքվի, որովհետև Թուրքիան փոխկապակցում է նաև Երևան-Անկարա երկխոսության որևէ արտոնագրում, չնայած այնտեղ փեգումնային որևէ քայլ չկա եւ գարջաժամկետ դրվածքով էլ չի լինի, հագարակ Մարկարայի անցագետի ժամանակավոր բացումին դա կարծում եմ երագոմ պայմանավորվածություններ Երևանի, Անկարայի եւ Դամասկոսի միջև եւ ինչ որ մթնոլորտի ձևավորման կամ նախապատրաստական աշխատանքների ընդհանուր ես կասեի նույնիսկ իմիտացիոն գործողություններ սահմանի բացման, որովհետև ոչ երրորդ երկրի քաղաքացիների, ոչ դիվանագիտական անձանց համար ինչ որ նաև նախկինում պայմանավորվել էին կամ անի պատմական գամուրջի գործարկման այդ պայմանավորվածությունները չեն աշխատում, որտեղ Անկարան շարունակում է փոխկապակցել գործընթացները իրար հետ։ Հիմա Միացյալ Նահանգների դերակատարությունը ավելի երկարադեպ դրվածքով կարծում եմ այդ ճնշումը կլինի, որ խաղաղության այդ պայմանագիրը կնքվի, որտեղ դրան պիտի հաջորդի նաև սահմանի բացումը։ Սահմանի բացումից հետո կսկսի արձանձնվել ուրեմն 102-րդ ռազմաբազայի անհրաժեշտությունը խնդրու առարկա դարձնող հարցադրումներ։ Հարցը քննարկումի կվերածվի կամ օրակարգի կվերածվի։ Այսինքն հագարակ ուղղությամբ էլ փոխկապակցված է խնդիրը
եւ չեմ կարծում, որ հիմնական բան է փոխվել ընդհանրապես դարաշրջանում հավաքական արևմուտքի Միացյալ Նահանգների Եվրոմիության թեդերի արգայությունը շարունակելու առումով։ Ի վերջո չմոռանանք, անդրադարձել ենք այս մասին, որ դարիներ առաջ, եթե Միացյալ Նահանգները աշխարհում իր տեսփանություններից ամենամեծերից մեկը Երևանում կառուցել է, դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար է, ամբողջ տարածաշրջանի կարծում եմ։